ինձ ընկերներից մեկը ասեց, որ վերջերս էկոնոմիկայի նախարարը չի կարողացել 550 անգամ 5 անել 520 անգամ 5 անգամ 5 դա Ադրբեջանից եկած բենզինի դե տեսեք օրինակ որպեսզի ինչի համար եմ սա ասում դա իհարկե ցավալու է նորմալ է որ դե հարցազրույցի ժամանակ խալքի վերասել ուզում եմ ասել Տրամպի ադմինիստրացիայի բայց Նիկոլի ադմինիստրացիան որ տենց են բանը Տրամպի մոդել են տենց ոչ տարբերություն դասական տրամպիստներ անբան անիմաստ սեփական աշխարհում ապրող հոգեկան հիվանդությունների դրսևորմամբ մարդիկ են հիմա լավ դա նաև հետաքրքիր է ինչով որ այդ մարդը որ էկոնոմիկայի նախարարը որ չի կարողանում բանան ինքը նաև Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայներն է հավաքել իրանց ներքին քվեարկության ժամանակ որ վարչության պետը դա վարչության անդամներին էին ընտրում սա ցուցանիշ է սա ԿՊ-ի ցուցանիշն է ԿՊ-ի քվեարկության իրանք ունեցող մարդկանց ցուցանիշն է այսինքն իրանց համար ռացիոնալ է էական չի դե չեք մտածում որ գուցե վրիպում է որտեվ 5 անգամ 5 հաստատ 110 չի ես չեմ մտածում որ դա վրիպում է գիտեք ինչու՞մն է խնդիրը դա ոչ միայն վրիպում է Պետոյի ծրագրերը ուղիղ եթեր չեն։ Կարող էին մաքրել, հա? Կարծում եք։ Ինձ թվում է եթեր գնալուց հետո, երբ որ սկսել են մարդիկ արձագանքել, նոր հասկացել են։ Իսկ սա խոսում է նրա մասին, որ նախարարը, իր աշխատակազմի ղեկավարը, իր քարտուղարուհին, իր ռեֆերենտը, ով որ պատասխանատու է, նախարարության աշխատակիցները, ովքեր որ պարտավոր են այնտեղ լինել Հանրային հեռուստաընկերության խմբագրերը բոլորը տեղյակ չեն, որ 520 անգամ 5-ը 1100 չի։ Հասկանում եք որտեղ է խնդրեմը։ Ինչն է խնդիրը Նիկոլ Փաշինյանի կառավարության։ Դիլետանտները ոչ թե ինքն է։ Այսինքն մեկը վրիպել է, մյուսները գոնե պետք են Դեք մարդ չկա ով իմանա որ ինչն է։ Մարդ չկա ով որ իմանա այդ ինչ է։ Էս է հարցը։ Դրանից հետո էլ 470-ը չի կարողացել 5 անգամ բազմապատկի սուսպուս լրվել է։ Ասում են, պետոն ասել է դե մեծ թիվ է կազմում տարբերությունը։ Մեծ թիվ չի 50 դրամ է տարբերությունը։ Այսինքն այստեղ դուք պետք է հասկանաք абսուրդ իմացող մարդու համար, երբ որ դու նայում ես, վերլուծում ես աշխարհում ինչ է կատարվում, նայում ես Հայաստանում ինչ է կատարվում։ Ուղղակի բան են, չգիտեմ, փառք բոլոր աստվածներին, որոնք եղել են ամենասկզբից մինչև այս վերջերս, որ այս պետությունը հələ գոյություն ունի։ Հաշվարկը ոնց պետք է լինի, ընդհանուր հաշվարկը ոնց է։ Նայում են ասում են միջին աշխատավարձը Հայաստանում ինչ թիվ են ասում $800, 200 չգիտեմ քանի հազար դրամ։ Ասխանիշ են դնում, տակ գրում են մինչև հարկեր թուրքեր։ Okay, հարկերը թուրքերը որ հանում են, ստացվում է գետնի 180,000 դրամ, չէ՞։ 180,000 դրամը դա այն կշռված աշխատավարձն է, միջին, ոչ թե մեդիանային, այլ միջին, այսինքն ստեղ կա նաև, ասենք, բանկի կառավարիչի 15,000 եվրոյի աշխատավարձը, այս միջինի մեջ գցած։ Հիմա որպեսզի դու մեդիանային իրականում տեսնես թե քո կենսավիճակը, կենսամակարդակը որն է, դու պետք է վերցնես մեդիանային աշխատավարձ։ Մեդիանան դա բնակչության աշխատողների, գրանցված աշխատողների լավ քանակը վերցնում ես, կիսում ես ուղիղ 50%-ով, որ 50%-ը դրանից ցածր են ստանում, 50%-ը դրանից բարձր են ստանում։ Այդ ժամանակ երբ որ իրանք վերցնեն ու տեսնեն, որ իրականում իրանք բերել են նրան, որ այդտեղ 150 չի նույնիսկ է, կարող է 110 լինի։ Չգիտեմ, չունեմ այդ տվյալները, վիշտ ծառայությունում էլ չեմ աշխատում, բայց որ վիշտ ծառայությունում ասենք աշխատող մարդ լինի, ինքը հիմա նստի, գիտեմ այդ ձևը ոնց է, հանեն բազայով տեսնեմ, կարող է 110 լինի։ Հիմա 110-ը դա մեկ աշխատողին ընկած աշխատավարձն է։ Մաքուր աշխատավարձն է, որը քիչ թե շատ լավ, ինչպես տեսնում ենք, ապստամբություն չկա, սոված ապստամբություններ չկան։ Թոշակառավին, երբ որ դու հաշվարկում ես, դու պետք է հաշվարկես, որ ինքը միայնակ է, միշտ տենց է։ Դու չես կարող թոշակառավին հաշվարկես, դե լավ, այսքան կտանք մնացածը թող իր երեխեքը իրան պահեն, չէ։ Հələ շատ հաճախ ինքը թորներին է պահում։ Ով որ տատիկ պապիկ Հայաստանում ունեցել է, բոմժ չի, այտենց ինքը գիտի, որ տատիկ պապիկների գրպանները միշտ թորնիկների համար լցած է։ Հիմա դու պետք է այդ մարդուն միշտ պետք է հաշվարկես, որ ինքը միայնակ է, հետևաբար դու պետք է ապահովես այդ թոշակառուի
էլեկտրականությունի, գազի, կապի, բոլոր Նվազագույն զամբյուղ են։ նվազագույն չէ, նվազագույն զամբյուղը իրանք այդ Էդ էլ գումար ես։ Հա, նվազագույն մեջ սա չկա։ Տրանսպորտը։ Դրան էլ պետք է դա Այո, գումար։ տրանսպորտը պարտադիր պետք է լինի, իսկ նվազագույն զամբյուղը դու ոչ թե պետք է հարմարացնես ԵԱՏՄ-ին, այլ պետք է հաշվես, որ ինքը ունի խնդիր նաև ամիս առնվազն մեկ անգամ բժիշկի այցելելու, ինքը առնվազն 10-12 հազար պիտի թողես իրա դեղորայքին, որտեղ ժամանակին չես զբաղվել, ինքը պիտի դա առնի, ու դու չես կարող ասես ես քեզ անվճար կտամ, չէ, դու այդ գումարը պիտի տաս իրան, կամ ինքը, ասենք չգիտեմ, ամսվա վերջ, տարվա վերջ, քեզ պետքա ներկայացնի չեկերը, որ այսքանի առել է, դու իրան հետ փոխանցես այդ փողը, այս պիտի լինի պարտադիր կերպով, ու իրան պետքա հաշվարկվի, որ ինքը կարողանա, չգիտեմ, շաբաթական 250-ից 300 գրամ տավարի միսուտի 400 գրամ, ասենք, չգիտեմ, հավի միսուտի 7-8 ձու 100 գրամ կարակ, այսինքն այսա հաշվարկում ես, տեսնում ես ինչա, հետո նոր ասում ես, ուրեմն սենց թոշակառուին և կարիքավորի, մենք տալիս ենք այսքան, ստեղից սկսած նոր մնացած քո տարվա վերջում բառադի անբան պատգամավորներին, որոնք օրենք են քվեարկում նույնիսկ չգիտեն, նոր իրանց տալիս ես պարգևավճար, որովհետև մենք բոլորս, նենց չի, որ ախր այս ազգը նենց է, որ ինքն է սատկած էշման գալի նալերը պոքի, պարզ է, որ դու միլիոնով փող ես տալի, հետո ասում ես, ով որ ուզում է իմ ցուցակում հայտնվի, պետք է 1 միլիոն ներդրում անի, բոլորիս պարզ է, որ դու պետության բյուջեից վերցրել ես գումար, նշանակել ես իրանց բան, պարգևավճար, որ ինքը բերի 1 միլիոնը տա քո կուսակցության բանում ցուցակում հայտնվելու համար մութ չի, սաղս տեսնում ենք։ Սա է ամբողջ խնդիրը դիլետանտների, որ իրանք նույնիսկ իրանց որ թվում է տես ծաններ բան են արել թույն հաշվարկում։ Դիլետանտը աչքիս մենք ենք։ Իրենք լավ էլ ճիշտ էլ հաշվարկած են։ Հայլական հարաբերությունների խորացումը դվաղուց է սկսել դեռևս 10 թվականից, այսինքն այն ժամանակ, երբ Հայաստանը գնում էր Եվրոասոցիացման N մինչև սեպտեմբերի 3-ը, այդ բոլոր փաստաթղթերը կային, Լեհաստանի հետ փայլուն հարաբերություններ կային, Հայաստանը ուներ Լեհաստանի հետ պայմանագիր արդեն T-72 տանկերի արդիականացման լեհական գործարաններում, Լեհաստանը իր սեփական T-92-ներն էր արտադրում, մենք հիմա Ուկրաինայում կարող ենք տեսնել այդ իրանց տանկերը, հիմա իրանք իհարկե շատ ավելի առաջ են ընկել եւ ստացել են բանի հետ Հարավ Կորեայի այդ Black Panther տիպի տանկերի արտադրության եւ բանի ինչպես նաեւ հրետանու արտադրության չեմ սխալվում կրապ կոչվածի լիցենզիա ավելի քան 1000 հատ թե ավել ընդ որում կարող են վաճառել այսինքն տեխնոլոգիչի բան են ստացել սպորտ են ստացել Հարավ Կորեայից դրա համար ես Լեհաստանի հետ հարաբերությունները կառավարում շատ կարևորում եմ եւ Ժեշպոսպոլիտան մեր պատմական գործընկերն է եւ ընկերն է եւ Լեհաստանում շատ մեծ հայկական համայնք ա եղել միշտ դեռևս անի անկումից հետո ավելի քան 100,000 ընտանիք Հայաստանից որ գնացել են այն ժամանակ Լվովը, Իվանո-Ֆրանկովսկը, բանը բոլորը Ժեշպոսպոլիտայի քաղաքներ էին ընդ որում ասեմ որ Լեհաստանի թագավորության օրենսգրքերում Մխիթար Գոշի դատաստանագրքից դրվագներ կային, որոնք ուղղակի թարգմանված էին լեհերեն եւ գործում էին, այսինքն մեր կապերը շատ սերտ են, մինչեւ հիմա Լեհական սենատի բանին ազնվականների ընտանիքների մի մասը ճանաչում է եւ ընդունում է, որ իրանք հայկական արմատներ ունեն, հայկական ծագում ունեն, չնայած վաղուց արդեն ընդ որում այնտեղ ինչ որ բաներ էլ կան սուրի տեսակ կա, որ հայկական ծագում ունի, բան տենց գիրքեոշ շատ դա պատմական է, այսօրվա Լեհաստանը մեր բորսայի սեփականատերն է, դեպոզիտարիային է իրան պատկանում Լեհաստանի հետ հարաբերությունները ոնց որ թե այդքան վատ չեն եւ իհարկե սա շատ կարևոր է ինձ անհանգստացնում որ սա հուշագիր է ոչ թե պայմանագիր որտեղ հուշագիր կարելի է նաեւ Պակիստանի հետ ստորագրել как раз այսօր տալիբների հետ կռիվ են տալի, այսօր ասում են տալիբները խփել են Պակիստանի պատերազմ են հայտարարել, Պակիստանը պատերազմ է հայտարարել, տալիբներն էլ ասում են մենք խոցել ենք, մենք ջարդելու ենք իրենց։ Ասեցին որ գալիս է եթերի նայեցի որ բան էր
միջուկային օբյեկտին են խփել Պակիստանի, որտեղ 100-ից ավել զոհ կա։ Պարոն Սարգսյան, դուք ասացիք, ցավում եմ, լավ չի, իհարկե ոչ թե լավ չի, այլ սա ընդհանրապես հուշագիր է։ Եկեք փորձենք հասկանալ, ինչ է տալիս մեզ այս հուշագիրը, որի համար փաստորեն սա էր գլխավոր կենտրոնական իրադարձությունը Փաշինյանի այցի։ Տեսեք, ընդհանրապես էլի բաներ կային, որ իհարկե մեզ բանը անհրաժեշտ է, աջակցությունը Լեհաստանի բոլոր Եվրամիության հետ կապված բոլոր հարցերում պետք է հասկանալ, որ այդ Վիշեգրադի քարյակից հիմա ոնց որ բանակցային տրեկի վրա գտնվող մեզ այդ նորմալ երկիր դա բացառապես Լեհաստանն է, հա, որտեղ ոչ Սլովակիան, ոչ բանը, առավելևս Հունգարիան բանի պետք չեն, Չեխիայում էլ մի փոքր էլի անհասկանալի է, որտեղ այտենց մի տեսակ կուսակցությունը ԱՕՆ-ը, որը իշխանության է եկել, ինքը ոչ միանշանակ է շատ հարցերում, այսինքն եվրոսկեպտիցիզմի բաների վրա կանգնած, չնայած Չեխիան միշտ դրական է այդ հարցը վերաբերվում, մեծ բանով պետք է ասեմ, որ Չեխիայի դեսպանատունը այստեղ շատ լավ աշխատում է եւ մեր ժամանակին մեր դեսպանատունն էլ շատ լավ աշխատում, բայց դա արդեն դեսպաններից է ցավոք սրտի մեզ մոտ կապված է։ Ամեն դեպքում, ինչու եմ ես ասում, սա շատ լավ է, բայց բավարար չի։ Որովհետև մենք ունենք Ռուսաստանի հետ այդպես պայմանագիր։ Եվ այդ պայմանագիր, ոչ թե հուշագիր։ Եվ այդ պայմանագիրը մեզ խանգարում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելուն եւ արևմտյան արտադրանքի զենքզինամթերք բանի ստանալու։ Սա է ամբողջ հարցը։ Սա մեզ խանգարում է։ Մենք ակնհայտորեն չենք կարող Ռուսաստանի վրա հույս դնել, Ռուսաստանի շուրջ բան ակնկալ, անկախ նրանց Նիկոլ ինչա խոսում։ Այդ որ տիպը շատ լավ է, որ ինչա վերաձևակերպում։ Տրանսֆորմացիա։ Հա, տրանսֆորմացիայի իր մոտ մենակ տրանսն է լավ ստացվում, ուժը ֆորմատը չի ստացվում։ Փոփոխման փուլում։ Ինքը փոփոխության այդ բանը ոնց որ անում է առաջի քայլը, բայց հետո բեցեն չի անում։ Մի խոսքով հուշագրից ավել չէր կարող լինել, քանի որ մենք հապկում ենք, հա։ Չէ, կարող էր լինել։ Չէր կարող լինել, քանի որ դա Նիկոլն է, որը համարում է, որ Ռուսաստանի հետ պետք է կցված մնալ։ Մեզ մոտ էլի եմ ասում, տեսեք, միջուկային էներգիայի հետ կապված, օրինակ մեր գործընկերները ովքեր կասեն, ասում ես դուրը չի, գիտեմ, տենց բան են անում, ասում ես չես ասում, ինչ խնդրեմ, աշխարհում կա երկու երկիր, որոնք միջուկային էներգիայից ստանում են ավելի քան 40% սպառման։ Դա Ֆրանսիան է եւ Ճապոնիան։ Ահա ձեզ երկու գործընկեր Հայաստանի համար։ Ֆրանսիան կներեք, բան Ճապոնիան նաև հաշվի առնելով այն, որ ինքն իր սեյսմիկ գոտում եւ ունի բացասական եւ դրական փորձ։ Սեյսմիկ գոտն է շատ հաճախ որ ասում են, որ Ֆուկուսիման, լավ, օքեյ, Ֆուկուսիման երկրաշարժերը ամեն օր են։ Ասենք 7 բալանոց երկրաշարժը նորմալ է։ Դուք միակ Ֆուկուսիմա սարքում եք մատի փաթաթան։ Օքեյ, մի հատ Ֆուկուսիմա, բայց այն մնացած 40-ին որ բան չի եղել, ոչ մեկի չի անհանգստացնում։ Ստեղ նաև ուրիշ կարևոր բան կա, օրինակ երկաթ գծերը։ Ճապոնիան եւ Ֆրանսիան, ինչու Ֆրանսիան հայտնի է իր արագընթաց երկաթ գծերով, որոնք որ ապահովում են։ Ֆրանսիայում Լիոնից Փարիզ օդանավ չկա։ Գնում ես բանով դժվար, հա, բայց որը մի քանի ընկերությունն է, մի քանի տիպի։ Ճապոնիայում 460 կմ/ժ ընդունելի արագություն է, ոչ թե չինական, որ դու նստած ես ու դե ասում ես հիմա գնում եմ 7.825 կմ/ժ արագությամբ, բանը, այլ դու տենց դրսից են քեզ ապացուցում, որ գնում ես։ Դա էլ չինական ֆեյքերից մեկը էլ որ ոչ մեկ չգիտի իրականում ինչ արագությամբ գնաց կգնում։ Ներսի գրած արագությունով են այդ բան անում։ Հիմա բանը, այս երկու, ուրեմն ունենք Ֆրանսիա, ունենք Ճապոնիա, իրանց հետ համագործակցությամբ մենք պետք է ամբողջ համակարգը վերենք կարգի, եթե խոսքը վերաբերում է ճարտարագիտական լուծումներին ինժեներական։ Հա, ասենք, միջուկային էներգիա, երկաթ գծեր, սեյսմիկ գոտում բարդ շինարարություններ, կամուրջներ, չգիտեմ, բաներ, ամեն ինչ, էկոլոգիա, թե Ֆրանսիան, թե Ճապոնիան։ Ճապոնիան, ասենք, ինչքան անդր 127 միլիոն մարդ են, ինչ են, 127 միլիոն մարդ են, բանի կղզիների 30%-ը անտառապատ է։ Այդ ոնց հալնում, որ ընդեղ ելնում, աստեղ չի ելնում։ Ասենք, այս ամեն ինչը հարգանքը բնության նկատմամբ բանը, այս ամեն ինչը լրիվ մեզ համար օքեյ է։